Շնորհակալ եմ Տիկին Ազարյան, նախ վերջին ամսվա վերջին ինչքան եղել է, ինչքան առաջարկել են քաղաքացիներին, երևի հազարավոր օրինակ առաջարկել ենք, ես գոնե հիշում եմ 3-4 կամ 5 դեպք, երբ որ մարդը ասել է, չէ, չեմ ուզում, այսինքն 1000 եւ 3-4-5, սա առաջինը, երկրորդը ուզում եմ մենք հիշենք այս պատմությունը, ինչից է սկսել, այս պատմությունը սկսել է, ստեղ էր, նոր տեսա ստեղ էր, անկեղծ եմ ասում, նոր եմ ստուգի, այս պատմությունը սկսել է ստեղից, այսինքն ես հիշում եք, ինչից է եղել այս պատմությունը, և այս պատմությունը նրա մասին էր, և ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք, և մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը և իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է, երբ որ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի, անուղղակի ենք ասել։ Եվ էդ է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, և սա Հայաստանի ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է, և գաղտնիք չկա, Հայաստանում կան ուժեր, ովքեր շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չի, մենք ասում ենք, որ ոչ, պետությունը ամենակարևորն է։